դա իմ առաջի փորձն էր առանց ամուսին շրջագայելու։ Ես փոխարինեցի քո ամուսնուն, որովհետև շատ դեպքերում տղամարդը կարա ամաչի քո հետ դիմակահանդեսին գնա։ Ես ամաչում էի ասում ավելի։ Դու ուղղակի sense նստած էինք ռեստորանում, որ նստեցինք, շամպանսկի էինք խմում, այլ էինք նայում, ձախ էինք նայում։ Ուղղակի դու արդեն երկնքում էիր, ես քեզ փորձում էի երկիր մոլորակի չհասնել։ Մենք իջանք ջրի վրա, ու շարունակությունը գոնդոլայի վրա էր։ Հաճախ մենք չենք ընդունում մեզ այնպես ինչպես մենք կանք։ Ուղղակի դինջանում էր տարված։ Շատ վիճակագրական տվյալներով գեղեցիկ ազգություն են համարվում հենց բրազիլուհիները։ Դե նայած որ կողմից նայես, ամուսինս էլ է ասում, երբ որ sense հետևից նայում։ Կարևորը այն չէ, թե որտեղ ենք մենք հայտնվում մեր կյանքի վերջնագծում, այլ կարևորը մեր ուղեկցող ճանապարհին արկածները։ Իսկ այսպիսի արկածներ մեզ հաղորդում են իհարկե ճանապարհորդությունները։ Ողջույն մեր հավատարիմ YouTube-յան դիտողներ, ձեզ է ձեր ճամփորդական ուղեկիցն Էլիանան, իսկ այսօր մեր հյուրին կներկայացնեմ հետևյալ կերպ։ Մարդ, որը ոչ միայն գեղեցկացնում է այսօր մեր տաղավարը, այլ 100 հազարավոր գեղեցիկ աղջիկների։ Լիլիթ ջան, լավ ներկայացրեցի քեզ։ Շնորհակալություն հրավերի համար Լիաննա ջան։ Ուղղակի փայլուն։ Լիլիթ Դավթյան, կոսմետոլոգ, Dr. My Lips կոսմետոլոգիական կլինիկայի հիմնադիր։ Ես հենց ուզում եմ հաղորդման սկզբում բոլոր փակագծերը մենք բացենք եւ պատմենք, որ մենք միասին նաեւ ճանապարհորդել ենք։ Իսկ կարաս ասես, որ նաեւ մի անկողնում քնել ենք։ Ու առաջի հարցը, որ ես մտա, ինչ են մեր մահճակալները առանձին կպած։ Բայց դու չես փոշմանել, չէ՞, վերջում։ Անթերի քնող ես մարդու հետ, ուղղակի անթերի անուշ հոտով։ Բայց այդքան փակագծեր Վեճի։ Լավ, չեմ բացում։ Լիլ ջան, մենք իրականացրեցինք քո մանկության երազանքներից մեկը, ցանկանում էիր մասնակցել դիմակամ հանդեսին, համապատասխան թակուհու շորերով եւ իհարկե դիմակներ կրեիր ու մենք իրար հետ իրականացրեցինք դա Վենետիկում։ Ուզում եմ մի քիչ այդ փորձառության մասին պատմես ու կիսվես քո էմոցիաներով ու այն ինչ որ դու ակնկալում էիր իրականությունը ու քո երևակայությունը նույնն էին, թե տարբերվում էին։ Ես շատ գոհ եմ քեզանից, որ դու կարողացար այսպես մի վայրկյանում դա կազմակերպես։ Ես ուզում եմ դադար նաև անցած տարի գնայի, չստացվեց, բայց դուք օգնեցիք Go Travel-ով իմ վիզաների, որ վիզաները պատրաստեցիք, շատ շնորհակալ եմ, բայց նաև ես գոհ եմ նրանից, որ մենք 3 ընկերուհի որոշեցինք գնանք իրար հետ հանգստանալու։ Իհարկե մեր մի ընկերուհին թռավ, որը որ Լիլիթն է, բայց մենք իր նկարը ազնվորեն դրել ենք այն աթոռի վրա, որ Տոմսը առած էր ու 3-ով այսպես թռել ենք, 3-ով հետ ենք եկել։ Ու իհարկե բոլոր վիդեոները ուրախ ուղարկել ենք իրան, որ ինքը հասկանա։ Ինչ է բաց թողել։ Հիմա մենք Լիլիթը մեզ նայում այս բանին։ Պիտի փոշմանի, որովհետև եթե մի ճանապարհորդություն կազմակերպել ես դու, ես դա կարամ վստահ ասեմ, դա անհնարին է չգնալ ու կամ էլ եթե չես գնում չփոշմանել, որ չգնացիր։ Ինչ ես ունեցա տպավորություններ փայլուն հեքիաթային, որովհետև դա իմ առաջի փորձն էր առանց ամուսին շրջագայելու, հենց sense դիվիշնիկա։ Ես փոխարինեցի քո ամուսնուն։ Հա, ես քեզ ասեմ դա ժավելին, երբ որ ամուսնու հետ ես գնում, ինչ որ պարտավորություններ կան, մեկը պիտի ուշադիր լինես իր նկատմամբ եւ այլ, իսկ աղջիկների հետ սա իմ առաջի փորձն էր, ընկերու հետ, ու սա շատ կարևոր փորձ էր, որովհետև էներգիա էր հավաքում, որովհետև շատ դեպքերում տղամարդը կարա ամաչի քո հետ դիմակահանդեսին գնա, ասենց ինչ որ բաներ ես դու հագնում նայ։ Ես ամաչում էի ասում ավելի։ Դու ուղղակի, որովհետև ես sense պատմիր այդ պահերը, խնդրում եմ։ Պատմեմ։ Ուրեմն հագանք շորեր։ Էլիանան իհարկե ի սկզբանե ամեն ինչը պլանավորել էր, դու փայլուն ու կար հյուրանոցը, որտեղ որ մենք պետքա գնայինք այդ ընթրիքին, որտեղ որ բոլորը հագնված էին շատ գեղեցիկ, գտել է իր ատելիեն, որտեղ որ մենք կարող ենք պատվիրել ամենաճոխ շորերը, երկու շուտ ինձ տարար այնտեղ, որպեսզի մեր չափսերը լինի ու ամենալավը ընտրենք, իհարկե ընտրեցինք մանիկենի վրայինը, հագանք մեզ ձգեցին, պարիկները դրեցին։ Հետո հասկացա որ պարիկները պետք չեն։ Ու հասկացանք դու ասեցիր, որ այդ պարիկով ռոզվի ինձ պետք չի, ավելավա ես իմ մազերը փաթաթեմ տվեցիր քո պլոյկան, ես քո նման ընկերուի չեմ տեսել, ինչ ուզում եմ ասում, ինչ ուզում եմ, փուչուսում կայից, մեկ էլ ամեն ինչ հանում է,
ու իհարկե ես որ տենց հագնվեցի, ինձ մեն ձև սենց աստղային դերի մեջ զգացի, ու միջև այդ տեսել էինք, չէ՞, Սան Մարկոյում, որ մարդիկ զբոսնում են, դերի մեջ հա, դերի մեջ են, մենք սենց նստած էինք ռեստորանում, որ նստեցինք, շամպանսկի էինք խմում, այլ էինք նայում, ձախ էինք նայում, սենց կանայք, տղամարդիկ սենց գնում են տարբեր հագուստներով շորը, բայց ամբողջ այդ թեմատիկայի մեջ ու սենց նստած մտածում ենք, հեսա մենք էլ ենք տենց աստղային, ես էջանք արդեն պարապում էի, դու նստած նայում էիր ուղղակի, ես մտածում էի ես ոնց կան, ու մտածում էի տեսնես, որ ես հագնվեմ, իմ հետ կուզեն նկարվեն, ու եկավ այդ պահը X, որ հագայեմ շորերը, սկսեցի շնչել կրծքավանդակով, անպայման փչեցի վրաս գեղեցիկ փայլիկներով, Tom Ford-ի մի հատ պլպլիկներով որ կա, հովարը վերցրեցի, դիմակը վերցրեցի ու սկսեցինք քայլել։ Եվ սկսվեց կինոն։ Ես արագ ուզում էի հասնել հյուրանոց, որ այս այդախով ամեն ինչից վերջացնի, իսկ դու այնքան դանդաղ քայլելով, նկարվելով բոլորի հետ։ Հատուկ ոտս կախ է գցում, հայերեն լեզվով ասած, որ ու մարդիկ իրոք գալիս էին նկարում էին չինացիներ, չգիտեմ, իտալացիներ, թեկուզ, ու մենք հիշում ենք քո հետ խոսում էինք, ինչ որ բառի մասին էինք խոսում իտալերեն, որ վերջավորությունը դու ասում ես սենց է, ես ասում ես սենց է։ Գրացե միլի։ Հա, գրացե միլի, ես ինչ ասեցի, ես էլ ասի հովարը ձեռս էր սենց արեցի։ Ասի գրացե միլե։ Դու ասիր միլե չի, միլիա։ Ես էլ ասում եմ չէ, միլեա, դու ասում ես չէ, միլիա, մեկ էլ հետևից մի հատ իտալացի ասում է միլե։ Ու դրանք հաղթեց ընկերությունը իհարկե։ Ու շատ նկարվեցինք, շատ զբոսնեցինք։ Ես ինձ զգում եմ աստղ, դու ինձ քաշեցիր, բերեցիր։ Համեր։ Ես քեզ ուղակի դու արդեն երկնքում էիր, ես քեզ փորձում էի երկիր մոլորակի չհասնել, բայց մենք երկիր մոլորակի վրա չի չանք, այդտեղ չկա, մենք իջանք ջրի վրա, ու շարունակությունը գոնդոլայի վրա էր, երբ որ մենք նստած էինք, սենց մեզ նստած էինք, մեր համար գնում ենք այդ գանդալիերը, որ սենց քշում է, ու հենց նայում եմ մոստի վրա մարդիկ են կանգնած ուզում են նկարեն, սենց դեր են։ Դու հիշում եմ քո պայզիրովնյաները սկսում էիր։ Դրա համար կապ չունի երկնքում, երկրի վրա թե ջրի մեջ, մենք գնացել էինք այդտեղ ու մենք փայլուն մեր այդ դերը տարանք, որովհետև էլ որտեղ կարաս թաքուի քեզ գաս, ես եղել եմ Մոսկվայում, այդտեղ կա Ախոտներիատ, որ բալեր են կազմակերպում, բայց այնտեղ այդ ատմոսֆերան չի լինի, չկա, որովհետև դու հասկանում ես, որ այդ շենքից դուրս եկար, սովորական մարդիկ են մեկ-մեկ տխուր դեմքերով, իստեղ դու ամբողջ կղզու վրա այդ մթնոլորտը դիմակահանդեսի զգում ես ու բոլորը տարբեր, շատ հաճելի, շատ հավես էր, բոլորին խորհուրդ եմ տալիս միանշանակ քեզ հետ գալ։ Կյանքի մեկ անգամ, ինձ հետ գալը դա մի քիչ։ Դե քո կամպանիայի թեկուզ, քանի որ շատ կարևոր է, որ դու այդ ճանապարհը անցել ես ու գիտես որտեղ ինչ ճիշտ խորհուրդներ կարող եմ տալ։ Ճիշտ խորհուրդներ, որովհետև մենակ հո դիմակահանդես չէին, գնացինք Սուրբ Ղազար կղզի, գնացինք դրամատիկական թատրոն, ամենահամով մորոժնիները կերանք, պաղպաղակները, ամենահամով դիսերտները, ամենալավ վյուի այդ նկարվելու տեղ, ամենաբարձր կետը Վենետիկի։ 3 օր մենք նենց հագեցած ունեցանք, հա, որ ոնց որ մի շաբաթ ընդեղ էինք ու քանի որ տեսարանները անդադ փոփոխվում էին դրանից էլ կապված ու մենք Սուրբ Ղազար կղզում նաև իմացանք, որ դա միակ կղզին էր Վենետիկում, որ Նապոլեոնը երբ որ գրավել էր, չէր ավիրել, քանի որ նրա զորավարներից մեկը հենց հայ էր, այդ փաստը ինձ ապշեցրեց ու դիմակների հետ կապված, որ օրինակ եթե մի քանի դար առաջ մենք գնայինք, այն ժամանակ բոլորն էին դիմակներ կրում եւ դրանց տակ փորձում են իրենց անձնական հարաբերությունները քողարկել եւ վերածվեց քաոսի, դրա համար հենց Վենետիկի իշխանությունը որոշեց, որ տարին մեկ անգամ պետք է լինի այդ կարնավալ ասվածը, այս տարի սկսվեց, եթե չեմ սխալվում, հենց Սուրբ Վալենտինի օրը եւ ավարտվեց մարտի 3-ին։ Ամենատակին որ շունիկների վրա էլ կար, հիշում ես, դիմակներ։ Դա չեմ նկատել։ Ուղղակի դինջանով էր տարված։ Բայց ինչ լավ ընկերուհի ես դու ճանապարհորդության ժամանակ, ես տենց անգլերեն չգիտեմ, փրկում էի ինձ ավտեղ։ Թարգմանչի ծառայությունը իրականացնում։ Հիշում ես, որ գնացինք հյուրանոցի դուռը փակեր։ Ես հենց այդ հարցն էի ուզում քեզ տալ, որ գիշերային թռիչքները ինչպես է ստանում։ Շատ լավ։ Ես չէի ասի, քանի որ մենք միասին գիշերային թռիչք ունեցանք, դրանից հետո էլ երբ որ եկանք, մի հատ sense հետաքրքիր բան կպարզվեց, որ հյուրանոցի 5 աստղանի հյուրանոցի դուռը ուղղակի փակ էր, եւ մենք երևի կես ժամ մնացել ենք դրան մոտ։ Բայց այդ իրանք ինչ արեցին։ Դու նենց խոսացիր, որ մեզ այդ գիշերը տեղավորեցին ու այդ փողը մեզանից չվերցրեցին։ Իրանք մեզ բոնուս արեցին, հետո շամպայն դրեցին, մրգեր դրեցին ու մեր պատուհանը նայում էր հենց կանալին, որը որ շատ սիրուն
տեսարան էր մեզ հաղորդում, ամենառավոտ սենց ռիլզեր էինք նկարում, շատ հավես էր, շատ։ Կգնամ մի հատ էլ թե չէ, տենց ճանապարհորդություն, երևի մի քանի տարուց կգնամ։ Հիշում ես այնտեղ մի հատ տատիկ էր եկել այդ բանին, այսինքն ինձ շատ տպավորեց, որ տարբեր տարիքներում կանայք։ Բայց հիմնականում ասա, որ մեծահասակ էին, ավելի 50+ էին, քան երիտասարդները։ Մեծահասակ են, հա, մեծահասակներն են, ուղղակի դու մեծի հետ էի գնացել։ Կամ երևի թե այդ շքեղությունը իրենց կարող են թույլ տալ այն մարդիկ, որ ինչ որ հասել են ինչ որ դիտքի կամ գումար ունեն, քանի որ երիտասարդների համար մի փոքր թանկ է։ Դե երիտասարդներն ավելի սենց համեստ շորերի մեջ էին, որակապես ցածր, բայց մեկ է այդ մթնոլորտը կար գեղեցկության, շատ հավես էր։ Բայց ես էլ եմ քո հետ գնացել ուրիշ ճանապարհորդություն, իմ մոտ ինչն է տպավորվել, որ հենց ինքնաթիռից իջանք, մեզ դիմավորեցին ամենասիրուն ջիպերներ մեր համար պատվիրել, ասենց մեզ տարան մի անգամից հյուրանոց, շատ կոմֆորտն է, ոնց որ ստեղ իջանք, տարան տրանսֆեր, ընդեղից կայծերը նստացրեցին, հետաքրքիր պատմությունից հետո բոլոր ուզելու են ինձ ճանապարհորդեն այդքան մի գովազդի պետք չէ։ Այդ դա ինդիվիդուալ մենակ ընկերների համար է առաջարկում։ Հա, բայց ասա, որ մենք ընկերներ չենք գնացել այնտեղ։ Մենք գնացել ենք ծանոթներ ու կամ մենք պետքա այդ ճանապարհորդությունից հետո տարբեր ուղղություններով թռնենք, բայց մենք ընկերներ այնտեղից գնացինք ու դու ինձ սովորացրեցիր ընկերություն անել, որովհետև ես սառը ընկեր եմ, այն որ եթե պետքա, բայց դու ինձ ասեցիր, չէ, Լիլի, ճապել դու պետքա հետաքրքրվես, չէ, ոնց է, բայց ասա, որ շատ կարևոր մարդուն ճանաչելու միջոցներից մեկը հենց իր հետ ճանապարհ ընկնելն է, որ իմանաս մարդու էներգետիկան, իր հույզերը, այսինքն ուրիշ ճանապարհորդության տարբերակ։ Մոտ մի ամիս առաջ ես իմ երկու աղջիկ էի ուզում ընդունել գործի, բժիշկներ մասնագետներ, ու ես միանգամից վերցրեցի պայեստկա դասընթաց, որովհետև ես հասկացա, որ այդ պայեստկայի ժամանակ, որտեղ որ մենք դասընթաց պիտի ասենք, ես միանգամից 2-3 օրվա մեջ կհասկանամ ով է։ Դա իմ համար ճիշտ մարդուն ճանաչելու միջոցն է։ Կարճ ճանապարհն է ու միանգամից դու հասկանում ես ով է, ում հետ ես դու ուզում համագործակցես, ով կարող է շատ հետաքրքիր մասնագետ նույն դեպքում, բայց դու չես կարող այդ համագործակցես։ Եվ այլն, շատ կարևոր է ճանապարհորդությունը ընկերների հետ, ծնողների հետ, եղբորդ հետ։ Բացահայտում ես մարդուն ու հասկանում ես քո դիրքը այդ մարդու համար։ Մենք հասկանում քո մարդն է, թե քո մարդը չէ, դա էլ է շատ կարևոր։ Միանշանակ։ Համենայն դեպս ես գիտեմ, որ եթե ես ուզում եմ ինձ ոչ մեկ չսահմանափակի, իմ հայերեն ասած քթով գնա, հա, որովհետև շատ կարևոր է։ Ես քեզ հարմարվեմ, դու ինձ, ես քո հետ կգնամ այստեղ։ Չէ, հավես է։ Հավեսա, մյուս անգամ կարելի է մի 2-3 աղջիկ վերցնել, ամեն անգամ մի հոգի ավելացնել, որ իմանանք էլի ով է այդ ով է մնում վերջում խմբում թե ոչ։ Ով է այդ որ վայբերի մեջ լինելու։ Շատ լավ, դու շատ սեմինարների ես մեկնում ու գործնական ճանապարհորդությունների։ Լիլ, այդ ժամանակ դու հենց միայն զբաղվում ես քո գործնական սեմինարներով, թե փորձում ես օրինակ ուր մեկնել ես, այդ երկիրը կամ քաղաքը ուսումնասիրես, ո՞նց է քո մտածում, թե որ գործը մնացած ամեն ինչի մասին մոռանում ես։ Ես քեզ ասեմ, որ հիմնականում որ գնում ես սեմինարների, միշտ վերջի օրը սեմինարին չեն գնում ու պտտվում են քաղաքով։ Ես տարերք եմ, իմ աշխատանքը իմ համար տարերք է, ես չեմ կարողանում բացի այդ բժիշկներին, որոնք որ ես տեսել եմ խելացի շատ մարդ մի տեղում, ես մտածում եմ ոնց իրանց բռնեմ ու թափտամ ամբողջ ինֆորմացիան, որտեղ այս դեպքում ինձ ոչ թե ավելի շատ կոնգրեսն է հետաքրքիր լինում, այլ այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ ու դա նեթվորքինգն է շատ կարևոր։ Ու մի անգամ իմ ամուսինը ինձ սյուրպրիզ արեց, երբ որ ես պիտի Մոսկվայով մեկնեի Խորվաթիա դասընթացի, մի օր էլ Մոսկվայում պիտի մնայի, ինքը որոշում է, որ պետքա Խորվաթիայում ինձ դիմավորի։ Դու չես իմանում։ Ես չեմ իմանում։ Ես մեմ Մոսկվայում մի հատ դասընթաց եմ ասում ու դες թռնում եմ Խորվաթիա, մեկ է տեսնում եմ ամուսինս կանգնած է։ Իսկ իհարկե ինձ այդ պահին թված, որ ես այնքան եմ սիրահարված, որ ուրիշ մարդուն այլ մաշկիս ամուսին եմ, բայց հետո խոսած բան ջոկեցի չէ, որ մերոնք են։ Ու դες մենք գնացինք ամուսնուս հետ այդ դասընթացին, ժամը 7-ից հետո պիտի գնայինք զբոսնելու։ Ուրեմն այդ խեղճ մարդը հասկանում էր, որ 7-ը վերջանում ու ես մարդկանց հետ, գոլեգաներիս հետ նենց եմ տարվում։ Ինքը այսինքն կանգնած նայում էր։ Ու տենց մինչև ժամը 9, 10, 11-ը ես չեմ նկատում ով կա մոտս, այսինքն թե ես գործի մեջ եմ կլանվում ես մի անգամից։ Կլանվում եմ ու նենց ոնց որ ես դու տեսար, ես ոնց Վենեցիայում հաճույք ստացա, չէ՞։ Այդ տենց սկսում եմ հաճույք ստանալ։ Բայց դա շատ լավ հմտություն է, գիտես։ Գնում եմ, սկսում եմ գժվել։ Ես կարող եմ դաժե չնկատեմ, որտեղ եմ եղել, ինչ եմ եղել, թե ինձ հատուկ մատով ցույց չտին, նրա համար շատ դեպքերում ոչ հյուրանոցն եմ հիշում, ոչ մի բանի չեմ հիշում։ Հիշում եմ ես ինչ տեղից
խաղեցի։ Ու տենց ամուսինս դրանից հետո հասկացա, որ իմ հետ դասընթացի ինքը պիտի չգա։ Էդի չստացված սյուրպրիզ էր։ Ես իհարկե շատ գնահատեցի, բայց էլ նման փորձ ինքը չի անում, որովհետև իմ համար դա շատ կարևոր է։ Բայց օրինակ եթե ես նայեմ մենք ունենք տենց իմ կաս կոնգրես բժիշկների, հունվարին կոսմետոլոգների Փարիզում Արդեն 5-6-րդ անգամ եմ գնում ու Moulin Rouge գնացել եմ, Lido գնացել եմ, ասենց հետաքրքիր տեղեր, ազատ ժամանակ ոնց որ մենք քեզ հետ գնացինք օպերան նույն Վենեցիայում, ոնց որ մենք պլանավորում ենք քո հետ գնանք Իսպանիա օգոստոսին, ոնց որ թե Բոչելի համերգին։ Այսինքն ես սիրում եմ համադրեմ ինչ որ մի տեղ գնալ, ինչ որ մի թեմայի հետ, որ անպայման ինչ որ իրադարձություն լինի, որ ավելի հետաքրքիր անցնի։ Իսկ դու շրջանցեցիր իմ տված հարցը, որ ինչ կարող ենք մենք օգտագործել գիշերային թռիչքներից հետո, որպեսզի մեր մաշկը լինի ավելի բնական եւ իհարկե թարմ։ Աղջիկների շատ է հետաքրքիր գիշերային թռիչքների համար, առհասարակ թռիչքների համար կան բացի մինչև խնամքը հասնելը գուլպաներ հատուկ, որ դու հագնում ես, որը ես հագել էի, որպեսզի այտուցներ ոտքերի եւ այլն չլինեն։ Անպայման խուսափել նախորոք աղի բաներ ուտելուց, ինչ որ աղի կծու, որ ավելորդ ջուր չհավաքվի։ Ես օրինակ փորձում եմ չքնել նախորոք, որպեսզի ինքնաթիռի մեջ քնեմ։ Բայց մենք խոսում էինք, ու մենք հերիք չմենք չէինք քնում, հետևինների գլուխների տարակ, տենց խոսալով գնացինք, խոսալով եկանք ու հələ аэроպորտում հաջող էինք իրար արդեն Երևան ենք, էլի կիսատ բաներ էր մնացել խոսալու։ Անպայման ես ունեմ տենց փոքրիկ սումիչկա, որտեղ կա խոնավեցնող կրեմ, կա դեմակիաժ անելու միջոց, բայց ես նաև գերադասում եմ, երբ որ ինքնաթիռով թռնում եմ, вообще կսված չլինեմ։ Առանց կոսմետիկայի ինձ դա դուր չի գալիս, որովհետև ծանանում ա դեմքդ լողոզվում ու իմ համար հիգիենիկա չունենալ ինչ որ տոնային քսուկներ, դեկորատիվ կոսմետիկա, այլ եթե ես անգամ ունեմ խոնավեցնող քսուկներ, գնալ, եթե պետքա լվանալ նորը քսել։ Խոնավեցնող ինչ որ քսուկներ, կարելի է աչքին մասկաներ, որ դնել, քնել, ուղղակի ամեն ինչ, ինչը որ կտա կոմֆորտ, հա, որ կպչուն բաներ չլինեն, թեթև ինչ որ sense փոքրիկ travel-ի բաներ, իսկ մենակ ճամպրուկի մեջ ինչ է միշտ հայտնվում որպես Լիլիթ եւ որպես կոսմետոլոգ Լիլիթ, որ դու անպայման քո ճամպրուկի մեջ վերցնում ես քեզ հետ։ Նո, պարտադիր ես ունենում եմ արևապաշտպան, պարտադիր ես ունենում եմ խոնավեցնող կրեմ, պարտադիր ես ունենում եմ դեմակիաժ անելու անձեռոցիկներ, հեղուկը տենց չեմ ունենում։ Անպայման ունենում եմ խոնավեցնող կրեմ մաշկի համար։ Հիմա աղջիկները բոլոր գրանցում են։ Դե դա կարևոր է, որովհետև դու ուզում ես, որ գնում ես միտեղ, կարա կլիմատիզացիա լինի, կարող է միտեղ չոր լինի, միտեղ խոնավ լինի, բայց ինչ որ դեղորայք կա, որ վերցնում ես քեզ։ Դեղորայք հələ որ չեմ վերցնում։ Չէ, բայց ես ալերգիկ եմ, կարամ եթե հասկանում եմ ինչ որ նենց երկիր եմ գնում, որ հնարավոր ալերգիա լինի, անպայման վերցնում եմ տենց ինչ որ ալերգիայի դեմ դեղեր։ Իսկ նենց, ով որ երեխաների հետ է գնում, երևի արդեն երեխաների հետ ինչ են հիվանդամ նրանց, բայց մենք ամուսնուս հետ ոնց որ տենց կազուսների մեջ չենք ընկել դեղորայքային։ Կրեմեր անպայման, դեկորատիվ կոսմետիկա անպայման արդեն որտեղ հասնես, անպայման քսես, նենց որ չհալվի դա արևի տակ, ավելի կայուն։ Ամեն ինչ որ գեղեցիկ շատ աղջիկները գիտեն, ավելի փայլուն, ավելի կարա թարթիչներ կպած լինի։ Ամեն ինչ որ շքեղա ցույց տալիս, բայց թեթև։ Շատ լավ։ Խոսեցիր արևապաշտպան կրեմներից, օրինակ SPF կրեմները, ինչքանով են պետք ամեն օրվա օգտագործման համար, նույնիսկ ձմռանը, շատ կոսմետոլոգներ, մաշկաբաններ ասում են, նույնիսկ ձմռանը, երբ որ դու տանն ես, SPF քսիր, բայց երկու հատ կարծիք կա, կարծիքներից մեկը, որ ինքը ընդհակառակը ծանրացնում է մաշկը եւ ինչու՞ չէ, ինչ որ հիվանդությունների սկզբնաղբյուր է լինում, իսկ մյուս կարծիքը, եթե դու ուզում ես հավերժ երիտասարդ լինել, անպայման օգտագործիր SPF քսուկներ։ Հիմա ես ում հասկանամ, որոնք են միֆեր, որոնք են իրականություն։ Ես ասեմ քեզ, որ SPF-ը միշտ պետք է քսել ու ցանկացած SPF 4 ժամից ավել չի ազդում։ Այսինքն նույնիսկ տանը ձմռանը պետք է քսել։ Չէ, տանը ինչի համար SPF, եթե քո ամուսինը քո վրան հենց հաշողում, որ դու կարող ասես փայլատակես ինչ որ մաշկային հիվանդություն դրանից մոտից սկսի, իհարկե, կատակի բանով, չէ, տան ինչի համար, դա ավելորդ ծանրություն է, բայց ես իմ համար հայտնաբերել եմ stick SPF,
Որտեղ կան կրեմային, կա ստիկ, ու այդ ստիկը այնքան լավն է, даже ինքը բազա է դեկորատիվ կոսմետիկայի համար ու շատ երկար մնում է։ Ինչ եմ անում ես։ Ես սկսում եմ SPF-ը կրեմային կամ ստիկի տեսքով, վրայից սկսում եմ կուշոն, տոնային քսուկ, էլի SPF-ով ու 4 ժամը մեկ արդեն այդ կուշոնն եմ թարմացնում, որովհետև ես իմ համար դժվար է։ Ну ես չունեմ ցանկություն 4 ժամը մեկ իմ ամբողջ դեկորատիվ կոսմետիկան անել, նորից սկսվել, չէ։ Հիմքը դնում եմ կրեմային SPF-ը կամ ստիկով, որը ես ունեմ 50, վրայից դեկորատիվ կոսմետիկան, ну խոնավեցնելուց հետո։ Ու 4 ժամը մեկ արդեն այդ կուշոնը, որը որ պարունակում է էլի SPF, 4 ժամը մեկ քսում եմ ու ինձ շատ հարմար է, դեմքս, վիզս, դեկոլտես աշխատում եմ, որ զագար չանի, մնացած մարմինը ինչքան էլ վնաս լինի, մեկ զագար եմ անում, որտեղ ինքը տալիս է ձիգ, սիրուն տեսք, բայց ասեմ նաև, եթե պիգմենտներ էլ առաջացնում պիգմենտներ էլ առաջացնում, բայց դե հիմա վիտամին D էլ առաջացնում, մեր օրգանիզմը այնց պաշտպանողական ֆունկցիաներ ունի, որ եթե այդքան վատ լիներ, մարդկանց չէին ասի երեխեքին տարծով։ Այսինքն պետք է պաշտպանվել, ճիշտ ժամերին արևայրուկը ստանալ, քսել SPF защитան ու վիտամին D-ի քո չափաբաժինը հագեցնել, որովհետև մեր մոլորակի 90% մարդիկ ունեն վիտամին D-ի պակաս։ Ինչի համար, որովհետև չեն գնում արևի տակ, չեն պարկում։ Դե համար ճիշտ ժամանակին գնալ, ստանալ արևայրուկը, վատ արևի ժամերին չպարկել։ Վատ արևի, չպարկել, որովհետև նաև ապացուցված է, որ եթե դու մի անգամ այրվել ես, 50%-ով քո մաշկերակի հավանականությունը բարձրանում է։ Դրա համար գնալ ժամանակին, առավոտվա տենց 7-ից մինչև 11-ը, պաշտպանվել քսուկով, ցերեկային ժամերին գնալ քնել, հանգստանալ, հետո երեկոյան էլի տենց 6-ից հետո մի քիչ արևայրուկ, ու հետո գնում ես բար, մի քիչ վերցնում ես շամպանսկի կամ պրոսեկո ու սենց քո համար վայելում ես։ Ես ավելացնեմ, որ դու ընդհանրապես շամպանսկի եւ պրոսեկո խմող ես, քանի որ քո քունը մի անգամից տանում է։ Ես շուխուրանող եմ։ Եկեք խմենք։ Եկեք խմենք, հետո ստացմանից որ ես տրամադրությունը նենց էլ եմ, ես այսքան խմում եմ, այսքան շուխուր եմ անում, ու հետո ինձ Լեանան արթնացնում ասում է լիլի արթնացի ու դրա համար արդեն ջուր են տալիս։ Դրանից գնալու ժամանակն է։ Լավ, ասենք թե պատկերացրու, որ չեն պաշտպանվել կամ պաշտպանվել են ու ամենայնիվ այդ պիգմենտային այդ հետքերը առաջացել է։ Ինչ որ միջոցներ որպես կոսմետոլոգ ինչ կառաջարկես, որպեսզի ազատվենք այդ բծերից։ Կառաջարկեմ, երբ որ արդեն եկել է սիրուն արևայրուկով, որ քեզ դուր էր գալ, մեկ էլ ինքը անցավ, սենց բծեր մնացին, 1-2-3 շաբաթ պետք է անցնի նոր դիմես կոսմետոլոգի, որտեղ միանգամից չի կարելի։ Միանգամից չես կարող, որովհետև մաշկը սենց բորբոքված է, ագրեսիվ է, պետք է թողել հանգստանալ, ինչ որ հակաբորբոքային հանգստացնող մաշկը կրեմեր քսել, բայց հանելու համար շուտ է դեռ, պետք է մի քիչ հանգստանա մաշկը նոր աշխատենք։ Вообще եթե մարդը վախենում է որ գնա արևայրուկ ստանա, կան տենց հատուկ կրեմեր, որոնք որ նենց են անում պիգմենտը հավասար պարկի 1-2 ամիս շուտ սկսում ես քսել ու պիգմենտը հավասար է արտադրվում, քիչ է արտադրվում, այսինքն մենք կանգնացնում ենք, մի քիչ պակասացնում ենք արագությունը արտադրվելու։ Այսինքն եթե դու հասկանաս ես պարկել եմ, պիտի արդեն sense լավ սևուկ կներ, մեկ է տեսնես չէ, այդքան է սևուկ չես։ Հավասարաչափ է բաշխում։ Հավասարաչափ ու շատ դանդաղացված ռեակցիան մարմնի դանդաղ է լինում։ Այսինքն մենք կարող ենք հենց այդ մեխանիզմը սկսելու հորմոնի վրա ազդել, որ ինքը մի քիչ sense դանդաղ ազդի ու արևայրուկից մենք տենց ռեակցիա չտանք արևին։ Պլյուս արդեն հետո քսել արևապաշտպանը։ Իսկ ոնց ազատվել այդ պիգմենտային։ Ազատվել պիգմենտներից 2-3 շաբաթից գալիս եք ու ըստ նրա թե որ տարիքի աղջիկը, ինչ վիճակում է իր մաշկը, ինչ կոնսուլտացիայից հետո ինդիվիդուալ արդեն որոշում ենք հատուկ իր համար ինդիվիդուալ պրոգրամա, որովհետև մեկը թուխ է, իր հետ ուրիշ ձև է աշխատում, մեկը բաց է, իր հետ ուրիշ ձև է աշխատում, շատ հավեսին բան կա, որ եթե դուք ուզում եք հասկանաք, ձեր վրա տենց առանձնահատուկ բծեր կլինեն, պիգմենտների հակված եք, թե չէ, ձեր ափի մեջ նայում եք, ու եթե այս գծերը ձեր որ կային որ բախտ են նայում տակը, եթե իրանք ավելի մքոտ են,
նշանակում է դուք պիգմենտների հակված եք։ Սա նոր տեսություն է, չէ, նայ քոնը բացոտ է, դու տենց հեշտ պիգմենտ չես կարող։ Հիմա եթե իմը նայես, քոնի հետ համեմատած դիր, տես հիմա ավելի մուգ են գծերը։ Ափիս մեջ ավելի բաց է, ավելի գծված է, ավելի մուգ է, այսինքն դուք կարող եք դեզանից բաց մարդու հետ ափը բացել նայել, ու իրանը սենց սև գծեր, այսինքն իրանը վախենալու է։ Պիտի 2 ամիս շուտ ինքը սկսի հատուկ կրեմեր քսել, որ իր մոտ մի քիչ դանդաղ արտադրվի պիգմենտը, այնտեղ էլ արևապաշտպաններ քսել ու սենց իրան ապահով տանել։ Իսկ մյուսը կարա շատ մուգ լինի համեմատաբար, բայց հակված չլինի պիգմենտների։ Սա նոր բան է, որ մեզ մի կես տարի առաջ ասեցին հերթական կոնգրեսի ժամանակ, մենք բոլոր աղջիկները իրենց ձեռքերին են նայում։ Ապա նայեք, դուք կհասկանաք, որ դուք հակված եք թե չէ։ Շատ լավ ինդիկատոր է, пожалуйста, ու հետաքրքիր է, կարաք տունը նայեք ու կոմենտներում YouTube-ում գրում են կոմենտներ։ Իհարկե։ Գրեք ձերը ոնց էր, օրինակ դուք զարմացաք, որ ձերը ավելի մուգ էր, թե բաց էր ու այդ ինչ որ ձեզ կստիպի, որ եթե մուգ է, դուք արևապաշտպանին ավելի լուրջ վերաբերվեք։ Իսկ պիգմենտներից վերջ-վերջո ազատվել կա, թե իրանք եթե լինում է մնում են մինչև կյանքի վերջ։ Եթե հակում ունես ամեն դեպքում դու բոլոր մարդիկ հակում ունեն, եթե իրանց օրգանիզմը իրանց մասին հոգ է տանում։ Այսինքն պիգմենտը այդով է, այդ այն բջիջներն են, հոգատար մամաներն են, որոնք ցողունային բջիջներին, որոնք իրանց տակ են, թևիկներով այսպես պահում են, որպեսզի արևը ագրեսիվ իրանց չվառի ու ձեր մոտ ռակ չառաջանա մաշկի։ Իրանք sense թևիկները բացում են էկրանի նման ու կլանում են ամբողջ իրա վրա, անձնազոհ են լինում։ Իսկական մամաները։ Իսկ մենք իրանց այդքան չենք սիրում։ Մենք իրանց չենք սիրում, բայց իրանք մեր անգիտության, անփույթություն պատճառով, երբ որ մենք ուզում ենք մեր մաշկի փոճուրիկ բջիջներին, որոնք որ հələ շուշանիկ մանկապարտեզում են, փոքր են, շատ վնասվող են ուլտրաֆիոլետից, այդ մամաները մելանոցիտները իրանց պաշտպանում են ձեռքերով։ Ու ինչ է ստացվում, որ երբ որ մենք ասում ենք անկրեմեր, որ քսում ես, որ շատ չարտադրվի, մենք իրանց քնացնում ենք։ Իսկ մնացած պրոցեդուրաներ, որ դու արդեն սև ես ու եկել ես, ինչ են անում, վերևի շերտից մաշկը մի քիչ հանում են, այդ իր պոզիկները, որ համ կողքեր, համ մի քիչ է, դրանք են հանում։ Իսկ քանի որ այդ обновление-ի վերականգնվելու process-ը 25-ից 45 օր է տևում, մի 6-7 անգամ պետք է անել պրոցեդուրաներ, որ լրիվ restart-երն է այդ բջիջը։ Համար մի քանի պրոցեդուրա ենք անում, սովորաբար խորը պիգմենտները, որ մարդիկ հորմոնալ պատճառներով եւ այլն, որ նայում եք գույնավոր պիգմենտ է, համ բաց կա, համ մուգ, համ մի քիչ մուգ, դա վատ պիգմենտ է։ Մոտ 2 տարի աշխատել է պետք։ Դրանք հիմնականում հորմոնալ են։ Համար ինդիվիդուալ է շատ ինդիվիդուալ, բայց դա մեր պաշտպանական ռեակցիան է։ Եթե դուք ունեք պիգմենտ, նշանակում է դուք վատ քայլ եք արարքեք ուզեցեք կատարեք, դուք ցենց այդ պահին հոգնած եք եղել, բանի տեղ չեք դրել արևի ճառագայթին, բայց ձեր օրգանիզմը բջիջ ու ձեր մելանոցիտը նստած պահակություն է անում։ Դա լուր свидетельներն են, որոնք ասում են, այ դու այս ժամանակ էստեղ եկել ես ու այդ այնց ամփույթ ես վերաբերվել իմ նկատմամբ։ Իսկ ճանապարհորդելիս օրինակ շատ ջուր, շատ հեղուկ պետք է օգտագործել եւ ինչքան պետք է հաճախականությամբ։ Ջուրը հեղուկը պարտադիր պետք է օգտագործել, որովհետեւ մենք բոլորս կազմված ենք 80% ջրից։ Մենք ունենք համ բջիջի մեջ ջուր, համ բջիջից դուրս ջուր։ Ու օրգանիզմին մեկ է, եթե դու չես խմում այդ ջուրը, ինքը հանում է քո օրգաններից, աչքից, թոքից, լյարդից, ու կոպիտ ասած, ու դու ուղղակի ներսից ցամաքում ես դառնում ես ջիր։ Եթե ուզում եք շուտ ծերանալ, ջուրը մի խմեք, իսկ ոնց հասկանալ ջուրը ինչքան խմել։ 1 կիլոգրամին մինիմումը հասնում է 30 մլ, մաքսիմումը 40 մլ։ Այսինքն եթե դու 60 կիլո ես, 6 անգամ 3, 1.8-ից 6 անգամ 4, 2.4։ 1.8-ից 2.4 դա քո այդ տատանման տեղն է, որը որ դու կարաս խմես։ Ես օրական 3 լիտր ջուր եմ խմում։ Պոչկաներին ես մի քիչ նամբրուսկա անում, որովհետև քո քաշը 42.5 է։ Ոչ, գումարում ես եւս 10։ Դե մոտ բոյով է։ Ցանկություն կա։ Եթե կա ցանկություն, խմի։ Ուղղակի չեմ խմում, քանի որ պետք է ջուր խմեմ, այլ ուղղակի անընդհատ ոնց է տեսել եմ, որ դու շատ ես ջուր խմում։ Ես քո ջրերն էի խմում։ Ինքը եկա իմ ջրերը վրաս խմես, լավ է, հյուրանոցը լավ է։ Բայց ես զգուշացրել էի, որ կարելի է խմել, ասեցիր կարաս խմես։ Կարելի է, հա։ Շատ է։ Իսկ կոլագեն։ Կոլագենը դա նշանակում է միս, մսակեր լինել։ Կոլագեն չէ, խմել թե չխմել։
Ուտել, եթե դուք մսակ երեք, խորոված կերեք, խաշ կերեք, դա կոլագեն է։ Կոլագենը նշանակում է մկան, միս ուտել, խրիշի։ Չէ, կան հատուկ հեղուկ կոլագեններ, փոշի կոլագեններ, օրինակ։ Եթե դուք չեք սիրում սենց միս ուտել, կարող եք խմել կոլագեն, вообще կոլագենը ճիշտ ավելի փոշու տեսքով։ Ավելի շուտ է յուրացնում օրգանիզմում։ Ու կենթանական։ Կենթանականներն էլ սենց էլի մի քիչ կասկածելի հարց է, որովհետև կենթանիներին կերակրում են հորմոններով։ Ուստի ասում են, որ դու հորմոնալ ակտիվ կենթանու կոլագեն ես կերել, որը քո վրա կարա անդրադառնա, բայց կա շատ հետաքրքիր փաստ։ Օրինակ Բրազիլիայում օրենքով արգելված է կովերին տալ ու կենթանիներին տալ հորմոններ, իրենք շատ բնական են։ Դրա համար ամենաբարձրակարգ կոլագենը, որը որ օրգանիկ է, բրազիլիական կովերինն է։ Նաև ասում են, որ կա բուսական կոլագեն, սուտա տենց բան չկա։ Ասում են, որ կա ձկների կոլագեն, այդ շատ լավ է, բայց ձուկն էլ պետք է հասկանաք, մենակ թեփուկներն է, թե սենց աղիքախառը, թանկությունից կարող եք հասկանալ։ Լավն է թե վատն է, այս դեպքում թանկը աշխատում է։ Տեսնում ես ամենաթանկը որն է, դեղատանը դա էլ առնում ես։ Ու նաև պետք է վիտամին C պարունակի եւ այլն, որ յուրացվի այդ կոլագենը։ Այսինքն էլի տենց սաստավներ կան, բայց կարևորը նա է, որ պետք է խմել օրական 5000 յունիտ։ Որովհետև դուք կարող եք կապսուլաներ առնեք 500 յունիտ, որը շատ քիչ է։ Եթե դուք չունեք խնդիր 5000 յունիտ եք խմում, եթե ունեք արտրոզներ, հոդացավեր եւ այլն, արդեն խմում եք 10000 յունիտ։ Կարող եք խմել անverջ, բայց կարող եք խորովածի տեսքով ուտել։ Միշտ ասում են 6 ամիս պետք է դադար տաս, հետո նորից խմել, դա միֆ է թե իրականություն։ Մենք նաև կազմված ենք կոլագենից։ Ու տարիքի հետ մեր կոլագենը պակասում է ձիգ վիճակում, մենք sense մի թեթև լղկում ենք, էլաստինն է շատանում, էլաստոզ, sense դառնում ենք փափուկ։ Հիմա դա ամեն վայրկյան է տեղի ունենում տարիների ընթացքում, ինչքան մեծանում ես, այնքան պիտի շատացնես։ Եթե դու ճիշտ դա օգտագործում ես, քո հոդը չի ցավա։ Դու պինդ կրնես, ձիգ կրնես, եթե դու զգում ես, որ փափկում ես, որովհետև մարդիկ տարբեր են լինում, իրանց կառուցվածքով, լինում է sense ձիգ նայում ես։ Լինում է sense փափլիկ, այսինքն արդեն գենետիկորեն զգացում է, ով պիտի միշտ խմի, ով կարա այդքան Դու ասացիր, որ մսի մեջ կա կոլագեն, բնական կոլագենը թե դու ուզում ես ստանաս, կարող ես մսի տեսքով դա ստանել։ Իսկ ինչ ուտելիքներ կան, բանջարեղեններ, որոնք մեզ տալիս են մաշկին թարմություն եւ ձգություն, հա, ամեն վիտամին, ինչ որ ցիտրուսային մրգեր օգտագործել, թե կանաչեղեն օգտագործել, օմեգա 3, ինչն է ավելի շատ թարմություն մեզ տալիս։ Սովորաբար մարդը զգում է, հասկանում է, իրան ինչն է դուր գալիս։ Օրինակ ես ցիտրուս չեմ սիրում։ Որովհետև ես գայուն եմ ցիտրուսներին։ Հիմա եթե ես չեմ սիրում, համեջը վիտամին C կա։ Ինչի ուտեմ, եթե ես վատ կլինեմ։ Ես կարամ ուտեմ բիբար։ Որովհետև բիբարի մեջ էլ կա շատ վիտամին C, բիբար սիրում եմ, ոնց եթե կծու է առնում։ Լիլ, ես հիմա գիտեմ, որ շատ կան գենետիկ անալիզներ, երբ որ դու տալիս ես ու նախապես իմանում ես, թե քո մաշկը ինչ ծերանալու տեսակ ունի եւ ինչ հակումներ ունի։ Մի փոքր դրա մասին կխոսես։ Ես քեզ ասում, դա շատ հետաքրքիր տենդենս է, հիմա դուրս եկավ Կորեայից, հարավային, բայց արդեն անցել է նաեւ ԱՄՆ, որ բացի նա որ գենետիկ անալիզ են վերցնում, համել արհեստական բանականության շնորհիվ գտնում են թե որ կոդը իրան կհամապատասխանի ու ինդիվիդուալ կրեմեր են սարքում, դա շատ նոր բան է։ Իսկ Հայաստանում կա այդ տեխնոլոգիան։ Իցի կա։ Իսկ չես ուզում դու լինես։ Չէ, հələ որ չեմ ուզում, երևի դրա համար մասշտաբ է պետք։ Մեր Հայաստանի շուկան մի քիչ այդ կողմից թերի է, որովհետև փոքր երկիր ենք, տուպիկովի երկիր ենք ու ստացվում է, որ մեծ ֆիրմաներ չեն ուզում գան Հայաստան։ Իսկ եթե դու բերում ես ինքդ։ Իսկ դա նիշային արտադրանք է լինելու։ Գիտես ոնց է, երբ որ դու բերում ես ուրիշ երկրից, որպես посредник շատ է թանկանում ու քիչ է այդ մարդիկ, ովքեր որ այդքան ուզում են ինդիվիդուալ։ Դե հենց դա եմ ասում, նիշային է ու արժեքը կապ չունենա։ Այդ նոր բան է, երևի դրանով պետք է հետաքրքրվել, երևի դրա համար պետք է թռնել Կորեա, մենք անպայման քո հետ դա կանենք, ես եղել եմ մի անգամ Կորեայում, դու եղել ես։ Կորեայում չեմ եղել, բայց ես ուզում եմ մեկնել նաև Ճապոնիա, քանի որ 2025 թվականի World Expo-ն այնտեղ է լինելու եւ գեղեցկության եւ туриզմի տենդենսների իմանալու համար կարող ենք տեղից շատ լավ։ Ու արհեստական բանականությունը արդեն կոդեր է գտնում, ինդիվիդուալ կրեմեր են ուղարկվում։ Ես նաև ծանոթ էի տենց մի երևի 15-20 տարի առաջ կրեմեր կային,
կոկո էին կոչվում, որ հիմքը կար կրեմի ու տարբեր կաթիլներ, մոտ մի 50 ինգրեդիենտ կար, որ կաթացնում էր ու անվանական տալիս էր մարդուն, բայց հիմա դե արդեն այդ գենետիկ անալիզով ու արհեստական բանականությունով դա շատ հետաքրքիր թեմա է Կորեայում, օրինակ, բայց եթե մենք վերցնենք նույն Կորեան, իրանք գերադասում են կամ վիրահատություն, կամ մաշկի լավ խոնավեցում։ Ճապոնացիները գերադասում են բնական էֆեկտներ, պլացենտարներ պրեպարատներ, Ավելի շատ աշխատում են մաշկի որակի վրա։ Մաշկի որակի ու խոնավեցման, որովհետև նույն Կորեայում մարդուն դու կարաս շատ վստահ gift card նվիրես հենց կոսմետոլոգի վիրահատության դաժե այնտեղ բոլոր մարդիկ գոնե կյանքում մի անգամ մի հատ վիրահատություն ունեն պլաստիկ, դա իրանց կուլտուրայի մեջ է լինել գեղեցիկ։ Ու իրանք շատ սիրուն գեղեցիկ են։ Նենց հետաքրքիր է տղաները սենց սև մատիտ են քսում իրանց այս լորդա թաղանթի վրա աչքի շուրջ թարթիչները շատ խիտ է երևում, բայց դա ոչ թե տղամարդ աղջիկ խառը այդ վիճակներ, այլ դա իրանց կուլտուրան է, ոնց ազգային կուլտուրան։ Ազգային կուլտուրան ու այնքան սիրուն արտահայտիչ տեսք ունեն, քեզ թվում է իրանք տենց խիտ թարթիչներ, բայց դու հետո հասկանես, որ համ տոնային քսուկ ունեն մի քիչ, բիբի կրեմեր, համ տենց աչքերն են քսած, շատ հետաքրքիր է։ Ամեն ինչ նորմալ է անցալվում այդտեղ։ Շատ նորմալ, դա գեղեցիկ է, որտեղ իրանք սենց սիրուն վերնաշապիկներով, կլասիկ սիրուն շալվարներով, այսինքն տենց ջինս, մինս տենց բաներ, սպորտիվկաներ, տենց բաներ չես տեսնում, այլ սենց արիստոկրատ սիրուն տեսքեր ունեն։ Օրինակ, երբ որ զույգերով եք գնում հանգստանալ, աղջիկը սենց վերցնում է իր այդ չմադանչիկը, սենց ուվլաժնյայեշի կրեմ, արևապաշտպան կրեմ, սենց, իսկ տղամարդին չա, ոչ մի բան, իրան իր հյուրանոցեն շամպունը պատից կախած ու կրեմը հերիքում է։ Ճիշտ է։ 90%-ով այո։ Այո, բայց ինչ է ստացվում, երբ որ ինքը գնում է ու սենց արխային պարկում է արևի տակ, վառվում է ինքը մոտ է գալի, ինչ քսի։ Ու դու սկսում ես քո սաղ կրեմերը քսել։ Դրա համար այն տպավորությունը, որ տղամարդուն մի շամպուն է հերիք, դա մի քիչ սխալ է։ Կասկածելի տեսակետ է։ Կասկածելի տեսակետ է, որովհետև իր հետ միշտ կա աղջիկ, որը որ սիրում է շատ իրան, ու այդ սաղ կրեմերը իրան տալիս է։ Մենք երեք շատ հետաքրքիր սեմինարի էինք մենտորսկի ու որ ասեցիր միշտ աղջիկը օգնում է առաջի ձեռքն է մեկնում տղամարդուն, այնտեղ ասվեց, որ ցանկացած հաջողակ տղամարդու կողքը կանգնած է իր կինը, իր հաջողակ կինը։ Նո, այս ճանապարհության ընթացքում էլ, հա, այսինքն ինքը օգնում է թե քսուկի հարցով, թե հետաքրքիր ռեստորաններ ընտրելու ճանապարհորդական ուղղությունների։ Ու միշտ հիանում է իր տղամարդկով։ Տղամարդը կնոջով, այս տարբերակում։ Դե տղամարդով էլ ես հիանում, ոչ չես հիանա, եթե ինքը տենց լավն է։ Ասես տղամարդը կնոջով, կինը տղամարդով։ Հա։ Դե տղամարդը կնոջով միշտ պետք է հիանա։ Դրա մասին մենք չենք ես պետք է փակագծերը բացեմ, ասեմ, որ 5 օրվա ընթացքում դու այնքան ես քո ամուսնուց ինձ պատմել, որ արդեն իմ ականջները։ Դու բայց հասկացար, չէ՞ ինչ հրաշքա ինքը։ Դե վերջում էլ տեսար, որ դիմավորում էր։ Վախտես բերել է։ Լիլ, հիմիկվա տենդենսներն են աղջիկներին ստիպում, ինչու՞ չէ նաև տղաներին, որպեսզի լինեն իդեալական արտաքին տեսքով, իդեալական որպես եթե բիզնեսիդ մեջ ես, բիզնես ղեկավարներ, բայց շատ հաճախ մենք չենք ընդունում մեզ այնպես, ինչպես մենք կանք, օրինակ չենք դուրս գալի առանց դիմահարդարման, վարսահարդարման, այսինքն դա ստացվում է, որ մենք չենք սիրում մեզ այնպես, ինչպես մենք կանք։ Ու շատ աղջիկներ, երբ որ գալիս են քեզ մոտ, ինքնավստահության բացակայություն ունեն, եւ հաճախ դիմում են կոսմետոլոգին ոչ թե ինչ որ խնդիր կա շտկելու, այլ ինքնավստահությունը բարձրացնելու։ Այդ դեպքում, երբ որ դու հասկանում ես, որ այդ մարդը խնդիր չունի, ինչ ես անում, այսինքն նրան ավելի շատ հոգեբան է պետք, քան կոսմետոլոգ։ Ոնց ես այդ իրավիճակներում ինչ գործողություն ես անում։ Ընդունում ես, թե ճանապարհում ես, թե փորձում ես չմերժել, չկոտրել։ Դե ինձ թվում է, որ ամեն բժիշկ պիտի առաջի հերթին լինի հոգեբան, որովհետև դեռ Ավիցեննան ասել, որ կարևորը խոսքն ավելի, քան թե դեղը։ Հիմա երբ որ աղջիկները գալիս են, իմ մոտ եկող աղջիկները հիմնականում չեն էլ ունենում հոգեբանական ինչ-որ խնդիրներ, իրանք գեղեցիկ են, բայց ուզում են պահպանել իրանց գեղեցկությունը, անպայման չի, չէ՞, ինչ-որ, հա, ընդգծել, պահպանել, վերականգնել, նայած որ տարիքում ես։ Եթե փոքր ես, ուզում ես պահպանես, եթե մի քիչ մեծ ես, ուզում ես վերականգնես։ Այսինքն ստեղ մոտեցման հարց կա ու իմ աղջիկները տարբերվում են նրանով, որ իրանք գեղեցիկի մեջ են մնում, բնականի մեջ են մնում։ Իմ պացիենտները շատ տարբերվում են մնացածից, որովհետև իրանք հենց ինքնավստահ են, իրանք շատ գեղեցիկ են ու կոսմետոլոգիան ընդհանրապես խնամքի միջոց է։ Ու գեղեցիկ կոսմետոլոգի աշխատանքը երբեք չի երևում։
Այսինքն տղամարդն ընդամենը իր կամ հարեզատը, բարեկամը, մաման, պապան կարան ասեն, լավնացել ես, սիրունացել ես, հանգստացել ես, չնայած դու կարող աշխարհի հոգնած ես, որ գումար եմ տվել, պետք է երևա։ Դե չէ, այդ շուտ էր գործում մի 15 տարի առաջ, երբ որ ես նոր եկել Հայաստան, ու մի հատ աղջիկ եկավ, այդպես բավականին հայտնի ընտանիքից աղջիկ էր, մեկ էլ ասում է ոնց շուրթերս ինչի չերեմ, որ սենց ներարկածա, դե ասում եմ ցանկությունը որն է այդ շուրթերը մենք ուզում ենք շատ ներարկենք, որ ինչ ում գրավենք։ Իհարկե ինք ուզեց ես ավելացնեմ, այս դեպքում ես ասեցի ես չեմ ավելացնի, որտեղ դա իմ էսթետիկայից դուրս է, բայց ես կարող եմ խորհուրդ տալ, գոնե ինչ նյութով աշխատեք, ոնց աշխատեք, որ գեղեցիկ լինի։ Ինքը գնաց իր գործերը արեց ու մի 3-4 տարի հետո եկավ մենք լրիվ հանեցինք, վերականգնեցինք, որովհետև դա հասունության, ինքնավստահ էր, որ մերժել էր։ Չէ, ինքը պրոստը զարմացել էր, որ հարուստ աղջկան 15 տարի առաջ Հայաստանում կարելի է մերժել, չէ բառ ասել։ Ընդամենը դա, բայց ինձ դա մեկ էր, որովհետև եթե դու բժիշկ ես, դու պիտի պատասխանատվություն կրես քո արարքի համար, հետո չէ որ դա իմ ձեռագիրն է, որ ասեն ով արե, ասեն Լիլիթը մի քիչ ինձ հաճելի չէր լինի։ Իմ մոտ գալիս են աղջիկներ, որոնք որ ինքնավստահ են, աշխարհ տեսած են, այդ լեյբլները, որ կա, որ առաջ մոդա էր, որ եթե Լուի Վուտանը ասենց պետք է դոշից խփած լինի, դա արդեն մոդա չի, դա արդեն չի հիմա որ ասում են տիխա ռոսկաշ։ Իմ պացիենտները հենց այն աղջիկներն են, որոնք ուզում են ուղակի ինչ որ թարմացնեն, ոնց դա ռիտուալ է դառնում կոսմետոլոգիան, ոնց աղջիկը իրան լավ ազգում, որ թարթի չակսում, ոնց է ինքը իրան լավ ազգում, որ ասենք իր իրերը սիրուն դասավորում է, մի հատ էս դուխից ունի, մի հատ այն դուխից ունի, դա իրան հաճելի է, դա ռիտուալն է ստիականացիության։ Իմ մոտ այդ աղջիկներն են գալիս հիմնականում։ Այսինքն քո աշխատանք առաջի հերթին ստացվում է քեզ պետք է դուր գա նոր քո հաճախորդին, ճիշտ եմ հասկանում։ Եթե իմ ուշքը չգնայեմ արած աշխատանքի համար, եթե ես չհասկանամ ինչ արդյունք պիտի ստանամ, եթե ես իմ ասած արդյունքի պատասխանատվությունը չկրեմ, ուրեմն արդեն ինձ կարելի է չաշխատել, որովհետև ես ասում եմ ինչ կստանա պացիենտը, ինչ ունի, ինչ պիտի անի, ինչ կստանա, ինչքան ժամանակում, ինչքան գումարով, ինչքան ժամանակով, լրիվ տեր եմ ու ես մենք այդ ճանապարհը գնում ենք իրար հետ, դրա համար իմ պացիենտները իմ հետ երկար ժամանակ են ու իմ պացիենտների մեծ մասը դա իմ բրենդի ադվոկատներն են, որոնք որ կարան ուղիղ տեղ նստեն ու ասեն բրենդի ամբասադորներն են բոլորը, դրա համար ես իմ պացիենտներին շատ եմ սիրում, իրանց սիրում ոսկի զարդեր եմ շուրթիկների տեսքով նվիրում, քեզ եմ նվիրել ու դա կարա կախված չլինի, թե ինչքան է հաճախում պացիենտը, պրոստես տեսնում եմ ինքը ինչքան է հավատում ու ոնց է վերաբերվում։ Ես սիրում եմ, երբ որ կինը իրան է վերաբերվում, սիրում ու ինքը համարում է, որ հա երեխեքին էլ է պետք անել, ամուսնուն էլ է պետք անել, տան համար էլ է պետք անել, բայց եթե դու գեղեցիկ կին ես, համ երեխուն է շատ հաճելի, որ իր մաման ամենասիրուն մաման է, համ ամուսնուն է հաճելի, որ իր կինը քայլում է, ասենց ինքը հպարտանում է, այն Մուրադը ոնց էր, որ ասում է Արուսյակն էլ հետս է, չէ, Արուսյակ էր ասում։ Արուսն էլ հետս։ Հա, Արուսն էլ հետս է։ Այսինքն, երբ որ ծնողն է ասում նայեք ինչ սիրուն աղջիկ ունեմ, ու երբ որ դու դաժե եթե շատ աշխատող աղջիկ ես ու հոգնած ես, քո բոտոքսը այնքան հաջող արած, որ ոչ մեկ չի հասկանում, բոտոքսը ասում են ինչ թարմ տեսք ունես։ Այդ ժամանակ ես իմ կոմպլիմենտն է դա։ Միանշանակ։ Իսկ երբ որ դու օրինակ ճանապարհորդության պետք է մեկնես կամ ինչ որ կարևոր գործնական հանդիպում ունես ու պետք է շատ արագ քեզ կարգի բերել, կան այնպիսի ապարատուրային միջամտություններ, որոնք քիչ տրավմատիկ են ու հետ վերականգնման շրջան ընդհանրապես չունեն։ Անում ես ու գնում ես, տենց հերիք չի որ կա անում ես ու գնում ես, նաև կան պորտատիվնի ապարատներ, ուլտրազվուկով, վիբրացիայով, հետ նույն այդ գուաշայի բաները, որ դու կարող ես քեզ մասաժ անել ուղակի, տենց ապարատներ կան, որ դնում ես դեմքիդ, իրանք լավ լիմֆադրինաժ են անում, տանը կարաս դնես։ Տանը կարող ես դնել։ Ու եթե դու ճանապարհորդության ես գնում, կարաս տենց փոքրիկ ինչ որ պորտատիվնի ապարատ վերցնես,
որովհետև ճանապարհորդության վատ կողմերն է, որ դու մաշկը չորանում, բայց այտուցվում ես։ Ու քեզ պետքա որ այդ այտուցդ դուրս գա։ Ապարատները դնում ես շատ հանգիստ, տանը կարելի է դա ամեն ինչ անել։ Էլի սարքել ռիտուալ, մի քիչ քեզ սիրես։ Մի քիչ sense կրեմը սիրուն քսես, իմիջիալոց ասեմ, որ 30-ից հետո sense քսել, այսպես չի կարելի, պետք է սենց անես, վբիվայց, որովհետև մաշկի առանձնականությունը թույլանում է, որ եթե դու սենց շարժումներ ես անում ագրեսիվ, այդ պահին արյան մտակարարումը լավանում է, մաշկը սիրունանում է, բայց ադալյոնի ռեզուլտատը մի ամսից դու ավելի կախում ես։ Համար 30-ից հետո աշխատում եք արդեն վբիվայց կրեմ, ոչ թե սենց քսել։ Գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Գեղեցկությունը փրկում է աշխարհը։ Փրկում է աշխարհը։ Փրկում է անընդմեջ, դա անընդմեջ աշխատող հարյուրի վրա process է։ Լավ, իսկ որ ազգություններն են համարվում ամենագեղեցիկներն, դες վերլուծություն որպես կոսմետոլոգ արել ես ու շատ աղջիկներ գալիս են, ասում են, որ ես ուզում եմ նմանվել իտալուհու կամ իսպանուհու, այսպիսի տրենդեր կա, թե այսպիսի վերլուծություն չես արել, որոնք են ամենագեղեցիկ ազգերը։ Իմ փորձից ելնելով ամենագեղեցիկը հայերն են։ Ռուսներն են շատ սիրում։ Իսկ ինչ է նրանց մոտ ամենագեղեցիկ աչքերը, քիթը, շրթունքները։ Ամեն ինչը։ Քթեն են մի քիչ իրար նման, համսկզբում համվերջում մոտ են գնում։ Համսկզբում համվերջում, բայց եթե մի քիչ են կողմ դնեմ հումորը, աչքունքը արդեն այնքան խոսացող է, որովհետև բնության մեջ, երբ որ մարդու բնազդն այնց է, ինք աչքեր է ման գալիս, որովհետև որտեղ կա աչք, այնտեղ կարա լինի վտանգ։ Մութ տեղը կամ ինչ որտեղ դրա համար աչքեր ես դու ման գալիս։ Նույն նկարները, որ գտնում ես, աչքերով ես ինչ որ ամպի մեջ, ինչ որ մարդ եւ այլն։ Շատ վիճակագրական տվյալներով գեղեցիկ ազգություն են համարվում հենց բրազիլուհիները, բրազիլիացիները ընդհանրապես։ Համակարծիք ես։ Դե նայած որ կողմից նայես, ամուսինս էլ է ասում, երբ որ sense հետևից նայում։ Չենք մոռանում հիշել ամուսնու մասին։ Իրականում ես տենց չեմ կարող ասել, բայց երբ որ աչքունքը շատ ազդեցիկ է, տպավորիչ է, սա այն զոնան է, որ տենց պրինցիպի ուժեղ չես կարող փոխել։ Մնացած բոլոր մասերը կարես կարճացնես, փոքրացնես, ձգես, մեծացնես, բայց պետք է սկզբանը այս sense աչքերի փայլը։ Իսկ աչքերի փայլը որն է, աղջկա երջանկությունն է, իսկ եթե ավելի խորն են գնում, իր հորմոնալ ֆոնը։ Դրա համար գեղեցկությունը իմ համար դա միայն դրսից չի, քսուկ է ներսից։ Իսկ եթե դու 40-45 պլյուս ես, արդեն ստեղ մոտենում է գինեկոլոգների հարցը, էնդոկրինոլոգների հարցը, որոնք որ քեզ տալիս են ինչ-որ հորմոններ, որպեսզի հորմոնալ ֆոնը բարձրանա ու կինը մնա կրքոտ, գեղեցիկ, ցանկություններով ճանապարհորդել, ապրել, իրան հայլու մեջ նայել, աշխատավայրում լավ զգալ ու որպես էգ ապրել, որովհետև բնությունը աղջիկներին մի քիչ ավելի դաժան է վերաբերվում։ Այն բնագավառում, որ 50 տարեկանին մոտ աղջիկների մոտ հորմոնալ ֆոնը շատ կտրուկ իջնում է ու բնությունը իրան անջատում է որպես կին։ Ու երբ որ որպես կին անջատում արդեն բնությանը հետաքրքիր չէ այդ աղջիկը։ Դու մայրանալու արդեն հնարավորություն ես բաց թողում, հա։ Մյուս կողմից, եթե մենք հոգեբանական նայենք, միայն այն կինը, որ հորմոնալ ակտիվ չի, այսինքն տենց խանդմանդ չի կարան, սկսում է իր սերունդը դաստիարակել։ Իսկ տղամարդկանց մոտ տենց չի, տղամարդկանց մոտ 45-ից հետո տարեկան 1-2% է հորմոնալ ֆոնը իջնում, իրավարանք մինչև 80 տարեկան Sense, այսինքն ոնց որ իրանք խմիչքը, կոնյակը թանգանում են, աղջիկները գինի են անում, թթվում են։ Դրա համար շատ կարևոր է նաև արդեն էնդոկրինոլոգների աշխատանքը, որ կնոջ գեղեցկությունը ներսից լինի, աչքը փայլի։ Մենք տենց տեստ ենք ունեցել, երբ որ մի քանի կնոջ նկարներ էին դնում, 25, 35, 45, 55, տենց ու ասեցին, որ կինն է ձեզ ավելի դուր գալիս։ Ու բոլորը ընտրեցին այդ 40-ին մոտ կնոջը, 25-ին չընտրեցին նկարի վրա։ Ու հարցեցին ինձ դուք Մոնիկա Բելուչին է նկարում պարկ։ Մոնիկա Բելուչին չէր, կան պարող կիներ։ Յուբկայով sense ու հենց դա խոսում էր նրա մասին, որ ինքը հորմոնալ ֆոն ուներ, ակտիվ, որովհետև մարդը կարա 30-ում լինի հանգացրաբուխ, իսկ կարա 45-ում լինի sense հորմոնալ ֆոնից շատ է կախված մարդու։ Համար շատ կարևոր է գեղեցկությունը նաև ներսից, դա աչքի փայլն ու կրակն է։ Դրա համար իմ համար գեղեցիկ է նաև հայազգը, որովհետև աչքի փայլը, արտահայտությունը, խորիմաստությունը, շատ էլեմենտներ կան հայ ազգի մեջ իմ համար։
Համ տղամարդու, համ կնոջ, որ նայում ես աչքդ չես կարողանում կտրես, ուշքդ գնում է, համ ու հոտով են հմել։ Շատ լավ։ Իսկ հիասթափեցնող ճանապարհորդություններ ունեցել ես, Լեյլ։ Երբեք։ Ես միշտ փորձում եմ պոզիտիվ գտնել, դաժե ամենավատ բանը։ Եթե ունենայր էլ կջնջեիր, չէ՞, քո հիշողությունը։ Չէ ունենա, չէր կարա տենց լիներ։ Չէր կարա։ Երբ ոնց կարա վատ լինի։ Եթե ես արդեն ճանապարհ եմ ընկել, լավ է, երկու ձեռ ունեմ, երկու ոտ ունեմ, առավոտը։ Եղանակային պայմանները քեզ դուր չի եկել։ Չի լինում, ես գնում եմ որտեղ որ լինում է լավ։ Ուրեմն ամուսնուս հետ եմ գնացել, տուններ պետք մնալ։ 15 րոպեն անցավ։ Հասկացա։ Ո՞րն է լինելու հաջորդ քո ճանապարհորդությունին փոքր կիսվիր։ Ամսի 11-ից 15-ը գնում եմ ամուսնուս հետ Դուբայ։ Գովազդային ընդմիջում ամուսնու հետ։ Նույնպես Լիլ քո էներգիան այնքան անսպառ է, որ մենք մի ամբողջ երեկո կարող ենք խոսել, բայց քանի որ մենք արդեն պետք է անցնենք մեր բլից հարցերին, քեզ վերջի հարցը տամ։ Ում ես տեսնում որպես մեր հաջորդ հաղորդման հյուր այստեղ։ Շատ ճանապարհորդում է։ Ասեմ, ես մի 15 օր առաջ մարտի 8-ի կապակցությամբ համերգի էի դվինում Իվետա Մոկուչյանը։ Ինքը շատ է ճանապարհորդում, շատ հետաքրքիր խոսում է, շատ մեծ ճամփորդության փորձ ունի, դրա համար ես թվում է ինքը ամենալավը կխոսի քեզ հետ։ Շատ լավ։ Դե անցնենք բլից հարցերին, պատրաստ ես։ Այո։ 1 տարի չներարկել բոտեքս, թե չճանապարհորդել։ Այսինքն ներարկվել ու ճանապարհորդվել։ Բայց լավ հարց չէ։ Թույն հարց էի մտածել, հարամ արեցի։ Չէ։ Всё։ Հիմա արդեն այդ էմոցիան չենք ունենալու։ Չէ, բայց ո՞նց է կան ընտրել այդ երկուսը։ Կյանքի բլից հարց է։ Այդ երկուսն էլ պետք է անես։ Այդ էմոցիան պետք է ստանաս։ Հա, բայց դու ստացար էմոցիա։ 1 տարի չներարկել բոտեքս, թե չճանապարհորդել։ Երկուսն էլ անել միասին, ինչի պետքա կին է, ինչ որ մի բանից հրաժարվի, եթե երկուսն էլ կարևոր բան է։ 1 տարի չներարկել բոտեքս, թե չճանապարհորդել։ Ճանապարհորդել ու ներարկվել։ Եթե չեք ասի։ 1 տարի չներարկել բոտեքս, թե չճանապարհորդել։ Բոտեքսով ճանապարհորդել միանշանակ։ Ռոմանտիկ հանգիստ արևոտ լողափին, թե ընկերների հետ արկածներ քաղաքում։ Ընկերների հետ արկածները քաղաքումից հետո լողափին պարկել։ Մեկնել ուսուցման, թե 3 օր Սինգապուրի ամենաթանկ հյուրանոցում անցկացնել։ Սինգապուրի ամենաթանկ հյուրանոցում անցկացնել։ Անտառում գիշերակաց, թե երկնաքերերից քաղաքի լույսերի դիտում։ Երկուսն էլ իրար հետ։ Սենց լինում է բորաբան։ Հա բայց ինձ երկուսն էլ դուր է գալի։ Գեզիտ, այնպես ձեր հյուրը մի քիչ մտարօրինակ է։ Արկածային ուղևորություն գնացքով, թե արագ թռիչք դեպի անհայտ ուղություն։ Արագ թռիչք։ Բլոգերի հետ կճանապարհորդես, թե քաղաքական գործչի։ Բլոգերի։ Պլանավորել ամեն ինչ նախապես, թե պարզապես հետևել ներքին զգացողությանը։ Պարզապես հետևել ներքին զգացողությանը։ Տոկիո, թե Մոսկվա։ Տոկիո։ Որ հայ երգչի հետ կճանապարհորդես։ Դու կարաս երգես։ Անապատի արև։ Որ հայ երգչի հետ կճանապարհորդես։ Լադանիվայի հետ միանշանակ։ Նա զնգունձայն ունի։ Եվ վերջում Լիլ դու ինչ կմաղթես այն հայ գեղեցկուհիներին, ովքեր ուզում են համ շատ ճանապարհորդել, համ շատ գումար աշխատել, համ էլ պահպանել իրենց արտաքին գրավչությունը։ Ես խորհուրդ կտամ աղջիկներին ներդրվել առաջին իրանց գիտելիքների մեջ, հասնել հաջողությունների, դրանով բարձրացնել իրանց կենսամակարդակը, ապրելու իրանց ճաշակը, ընտրել համապատասխան տղամարդ ու իրար հետ երջանիկ գնալ հանգստանալու ու ինքնահաստատվել իր մասնագիտությունում, յուրաքանչյուր իր մասնագիտությունում որպես լավ մասնագետ։ Շատ լավ։ Եթե դուք մեկ շնչով դիտեցիք մեր տեսանյութը, լայք դրեք եւ իհարկե բաժանորդագրվեք մեր ալիքին։ Իսկ վերջում ես չեմ զլանա եւ ձեզ կհիշացնեմ, որ այն գումարը, որը դու ծախսում ես ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։